Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը մեծ մոտ շարունակվում է եւ օրվա վերջին հանդիպումն է մեկտարկում, որտեղ Էլիտ լիգայի շրջանակներում մրցում են միմյանց դեմ Վոտֆորդն ու Բորուսիա Մյունխենգլադբախը շատ հետաքրքիր դիմակայության ականատեսն են լինելու այս 50 րոպեների ընթացքում, թե ինչի համար իհարկե դա կխոսեմ թիմերի հայտարարությունները ներկայացնելուց հետո եկեք հիմա արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկտարկային կազմերին, որից հետո արդեն հանդիպման հետաքրքրությունը իհարկե միասին կվայելենք, սկսենք Վոտֆորդից դարպասը պաշտպանում է Հովհաննես Ղարայանը համար 25, Նայդի Պետրոսյան համար 2, Հմայակ Աթայան համար 3, Գոր Բադալյան համար 4, Էրիկ Հակոբյան համար 6, Գևորգ Կարուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Մենուա Գևորգյան համար 14, Միքայել Երանոսյան համար 15, Աշոտ Ժամանյան համար 20, Արմեն Մանուկյան համար 21 եւ Կարեն Սիմոնյան համար 22 Ադամյան գեղեցիկ անցումներ էր, գեղեցիկ փոխանցում դեպի Վանիկ Պետրոսյանը ու այստեղ Բադալյանը փակեց Պետրոսյանի ամեն դեպքում եկեք հարվածի ճանապարհն ասենք, այո հարվածում էր Պետրոսյանը ոչ թե փոխանցում, ճիշտ է մի փոքր թույլ ստացվեց այս անգամ Վանիկ Պետրոսյանի հարվածը, բայց հիմա կարող է Իհարկե եւս մեկը փորձել արդեն տարածություն չուներ հարված կատարելու համար ու ստիպված Գլադբախը խաղարկում է գնդակը դեպի հետ ծանոթանանք նաեւ Բորուսիայի հայտարարությունին այս հանդիպման հետ կապված Դարպասը պաշտպանում է Մավել Պապիկյանը համար 1 Գարնիկ Սարգսյան համար 2 Արման Մարտիրոսյան համար 3 Հարություն Թորոսյան համար 4 Անդրանիկ Ադամյան համար 5 Հրաչա Սարգսյան համար 8 Սևակ Մանուչարյան համար 9 Արմեն Խաչատրյան համար 10 նա թիմի ավագն է Ռաֆայել Ղազարյան համար 11 Վանիկ Պետրոսյան համար 14 եւ Անդրանիկ Բարսեղյան համար 49 այսպիսի հայտարարությունով է ներկայիս հանդիպանը Բորուսիա Մյունխենգլադբախը չկար խաղի կանոնների խախտում 2-2-ի դիմաց դեպքում է առաջ Գլադբախը Մանուչարյանի մոտ է հայտվել գնդակը շարունակությունը տեսնենք բայց հասցրեց այո այստեղ հասցրեց Գոր Բադալյանը հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս ու անկյունային իրականացնի այս իրավիճակում արդեն Բորուսիա Մյունխենգլադբախը այո ինչու նշեցի մեկտարկում այս հանդիպան հետաքրքրության մասին Գիշեք Winter Cup մրցաշարը, այո, 1-8-ում այս թիմերը հանդիպեցին միմյանց դեմ, որտեղ առաջին խաղում 5-1 հաշվով հաղթեց Բորուսիա Մյունխենգլադբախը ու պատասխան խաղը ովքեր դիտել են իհարկե կփաստեն 4-1 ավարտվեց առաջին խաղակեսը Իոկուտ Վոտֆորդի, պատկերացնում եք ինչ էր կատարվելու երկրորդ խաղակեսում, եթե եւս մեկ խփեր Վոտֆորդը, բայց հանդիպումը ավարտվեց հենց 4-1 հաշվով ու 1 գնդակի տարբերությամբ լքեց մրցաշարը Վոտֆորդը հենց Բորուսիա Մյունխենգլադբախից Այսօր իհարկե պետք է Վոտֆորդը փորձի որևէ բան առաջարկել Գլադբախին երկու թիմերն էլ այսօր ամբողջական հայտարարություններով ներկա չեն այս հանդիպման ունեն լուրջ կադրային կորուստներ իրենց կազմում, բայց դա իհարկե կարելի ասել խոչընդոտ պետք է որ չհանդիսանա Իհարկե այսօրվա հանդիպան տրամադրվածության հետ կապված, քանի որ որքան էլ որ առանցքային ֆուտբոլիստներ են բացակայում այսօր թիմերի հայտարարություններում, միևնույն է երկու թիմերն էլ պետք է պայքարեն միայն ու միայն հաղթանակի համար։ Խաչատրյան գեղեցիկ գործողություն Սարգսյանին ուղարկեց, բայց պատասխան փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց Սարգսյանի կատարած այս պայն մրցաշարային աղյուսակում Գլադբախը 3 հանդիպումից հետո ունի վաստակած իր ակտիվում 7 միավոր չունի կրած պարտություն Բորուսիան 3 խաղերից հետո 1 ոչ ոքի առաջի տուրում Չելսի հետ ու հետո դրանից հետո 2 հաղթանակ է տարել Բորուսիա Մյունխենգլադբախը իսկ հա Վոտֆորդը այս պայտրությամբ ունի իր ակտիվում մեկ միավոր երկու անցկացած հանդիպումից հետո այո մեկ ոչ ոքի եւ մեկ պարտություն ունի կրած Վոտֆորդը ոչ ոքին գրանցվեց Էվերթոնի հետ խաղում որտեղ մարտական ոչ ոքի է դա ոչ թե ոչ ոքի 4-4 հաշիվը գրանցվեց խաղադաշտում իսկ հետո էլ արդեն առաջին տուրումը մեկտարկային տուրում այսպես ասած զիջել էր 1-0 հաշվով Manchester City-ին Ադամյան Սարգսյան, բայց այս պատխաղարկումը չստացվեց, անհամաձայնեցված գործողություններ այստեղ Ադամյանի հետ Սարգսյանի կողմից, այո Ադամյանը չէր գնացել այս փոխանցման ետևից ու ամեն դեպքում կարող էր դադար վերցնել Սարգսյանը մի պահ որից հետո նոր կատարել փոխանցումը Վանիկ Պետրոսյան դեպի Երանոսյանի անկյունով այսպես փորձեց անցում իրականացնել, բայց շատ լավ է դիրքավորվել Երանոսյանը
Մարտիրոսյան ուղարկում է գնդակը Խաչատրյանի ուղղությամբ Ետ փոխանցում նորից Մարտիրոսյանը խաղարկում է Գնդակը Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Ադամյան Հերվից հարվածում մի փոքր շեղությամբ ստացվեց Ադամյանի հարվածը Շամարյան Եվ այո խախտեց Սևակ Մանուչարյանը խաղի կանոնները Հարված կտեսնենք Գլադբախի դարպասից Պապիկյանը գնդակը կմցնի խաղի մեջ խաղարկում Ադամյանի հետ Երկար փոխանցում առաջ, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու Ոթֆորդը կսկսի խորքից, այո, առայժմ շատ հանգիստ ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում, դա միայն այն պատճառով, որ հանդիպան հաշիվը դեռ բացված չէ։ Թիմերը ավելի շատ իհարկե մեկնարկում զգուշավոր ֆուտբոլ են առաջարկում մեզ։ Թորոսյան Կնորից գնդակը դեպի Գառնիկ Սարգսյանը Բայց այստեղ նորից գնդակի կորուստ ու նորից գրոհի է անցնում Ոթֆորդը, բայց Ադամյանը գերազանց է գործում ու սկսում Գլադբախի ևս մեկ գրոհ Պետրոսյան կարող է բացվել հաշիվը, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Վանիկ Պետրոսյանի հարվածը ու կարող էր իսկապես ոչ թե Պետրոսյան, այլ Սևակ Մանուչարյանը այս դրվագում գրոհը ավարտին հասնել իհարկե ձգվեց Մանուչարյանը, բայց գնդակին չհասավ, քանի որ բավական ուժեղ է արդեն Վանիկ Պետրոսյանի հարվածը ստացվել, այո, սա ամենավտանգավոր պահաններ մեկտարկային րոպեներից միջ այս պահ այս խաղում ու հիմա տեսնենք իհարկե արդեն աստիճանաբար Գլադբախը մոտեցավ Ոթֆորդի դարպասին, արդեն աստիճանաբար պետք է ավելացնի Գլադբախը, պետք է ավելի ուշադիր լինի Ոթֆորդը, իհարկե առաջին համարով է մինչև այս պահի դա ակնհայտ երևում է, որ խաղում է առաջին համարով Բորուսիան, բայց իհարկե Ոթֆորդն է շատ լավ է իրականացնում իր հակագրոհները Մանուչարյան Եվս մեկ գրագետ փոխանցում Վանիկ Պետրոսյանին, բայց այստեղ խճճվեց Պետրոսյանը, հետո նոր շարունակություն մտածեց, պահում է այո գնդակը Պետրոսյանը, դեպի Մարտիրոսյանը գլորեց գնդակը, վտանգավոր է Մարտիրոսյան, հերվից հարվածու ու հայտնվում է այո գնդակը դարպասում, ֆենոմենալ գնդակ ենք տեսնում Բորուսիայի պաշտպան Մարտիրոսյանից իշ գեղեցիկ գոլ է խփում նա ու բացելով այս հանդիպան հաշիվը Մեկ զրով բացված է հանդիպան հաշիվը, իսկապես շատ ֆանտաստիկ ու փայլուն գոլի հեղինակ դարձավ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստ Արման Մարտիրոսյանը հեռարվածով ու տեսնենք արդեն ինչպես պետք է փորձի պատասխանել բաց թողած գնդակին Ոթֆորդը, այո շատ հանկարծակի հարված կատարեց Մարտիրոսյան այս իրավիճակում, այն որ իհարկե ոչ ոք ոչինչ չհասցրեց, անել չկողմնորոշվեցին նույնիսկ Ոթֆորդի ֆուտբոլիստերը ու անկասելի է ստացվում այս իրավիճակում Մարտիրոսյանի հարվածը առաջին գնդակը ունենք խաղում եւ տեսնենք ինչպես է լինելու իհարկե հաջորդ իրավիճակ այս հանդիպան հետ կապված տեսնենք Բորուսյանը նորից կփորձի գրավել Ոթֆորդի դարպասը թե Ոթֆորդը ամեն դեպքում կարողանա հավասարեցնել այս բաց թողած գնդակից հետո հանդիպան հաշիվը իհարկե դեռ նոր է մեկտարկել հանդիպումը բավական ժամանակ ունեն երկու թիմերն էլ Եսայանի այս փորձը բարձր է ստացվում ու հարված կտեսնենք Պապիկյանի դարպասից Խաչատրյան երկար փոխանցում առաջ բայց դուրս եկավ գնդակը այստեղ դաշտի սահմաններից ու Ղարայանը գնդակը մտցնում է խաղի մեջ Երանոսյան Երկար փոխանցում առաջ Մանուկյանն այստեղ տեսեք հայտնվեց Գլադբախի պաշտպանների թիկունքում, բայց արդեն շատ արագ էլ Բորուսյան գնդակի խլում իրականացեց Պապիկյան, այո, ճիշտ է Որսալ այս իրավիճակում գնդակը
Վանիկ Պետրոսյան ուղարկեց գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ Նորից Պետրոսյանն ինչ ֆանտաստիկ անցում իրականացրեց ու զարգացնում է արագություն Պետրոսյանը Սարգսյանին ուղարկեց կա Խաչատրյանը ուղարկեց դեպի Ձախեզր Խաչատրյանի ուղղությամբ Սարգսյանը գնդակը երկար փոխանցում բայց այս անգամ Ղարայանը վերցնում է գնդակը առանց խնդիրների այո եթե Խաչատրյանի փոխանցումը հաստ էր Մանուչարյանին կամ Վանիկ Պետրոսյանին իհարկե այնտեղ արդեն այսպես հեշտությամբ չէր գործի դարպասապահը գրոհում է նորից Գլադբախը իսկ ինչը այստեղ չկա խախտում Ադամյանի դեմ պայքարում ամենայն դեպս մրցավարը շատ մոտ էր կանգնած ու խաղի կանոնների խախտում չարձանագրեց եւ հիմա Վոտֆորդի պատասխան գրոհը որտեղ հաշիվը հավասարվում է 1-1 Վոտֆորդը հավասարեցնում է հանդիպման հաշիվ այո Աշոտ Ժամարյանը գրավում է դարպասը 1-1 Մեկ-մեկ հանդիպան աշիվը հավասար է Ժամարյանի խփած գնդակը գեղեցիկ էր ու տեսնենք արդեն կարելի ասել ամեն ինչ սկսվում է 0-ից շատ արագ թիմերը փոխանակվեցին մեկական գեղեցիկ խփած գնդակներով իսկապես շատ գեղեցիկ գնդակներ տեսանք ու իհարկե հիմա կարելի ասել ամեն ինչ սկսվում է նորից Պետրոսյան դեպի առաջ ուղարկեց գնդակը բայց այստեղ խաղանքեր Մենովա Գևորգյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց, ինչը նշանակում է, որ Գլադբախի մոտ կլինի գնդակը Մարտիրոսյան դեպի Սարգսյանն է գլորում գնդակը, դեպի Թորոսյանը փոխանցում ենք տեսնում Ադամյան Վանիկ Պետրոսյանին հասցեագրում գնդակ ու տեսեք Պետրոսյանի արագացումները, վարկյանական արագացումները, ինչ լավ է իրականացնում Վանիկ Պետրոսյանը, Թորոսյան շարժվում է առաջ Թորոսյանը արգելակեց, հիմա դեպի ետ ուղարկեց Մարտիրոսյանի ուղղությամբ ու այստեղ դեպի Խաչատրյանը, բայց Պետրոսյանն էր պայքարում Խաչատրյանի դեմ, ամեն դեպքում մնաց գնդակը Գլադբախի մոտ, Թորոսյանն նորից Խաչատրյանին ուղարկեց գնդակը, գրոհի է անցնում Գլադբախը պահել է Խաչատրյանը, գնդակը իր մոտ լավն էր փոխանցումը դեպի Սևակ Մանուչարյանը, շարունակությունը տեսնենք այս գրոհի, Խաչատրյան Նորից Մանուչարյան գուցե հեռվից փորձի Սևակ Մանուչարյանը ու մի փոքր բարձր ստացվեց Մանուչարյանի առաջին վտանգավոր հարվածը այս խաղում իսկապես շատ հաջող գրոնների եզրափակում է կարողանում Մանուչարյանը տալ իհարկե դեռ նա կարծում եմ իր խոսքի կասի այս հանդիպան ընթացքում մենք սովոր ենք նրանից տեսնել իհարկե այդ եզրափակումները, որը նա շատ գեղեցիկ ու լավ է իրականացնում, բայց այս դրվագի մասին չէ, խոսքս այս անգամ կարելի ասել չժպտաց բախտը Սևակ Մանուչարյանի համար Արուշանյան ստացավ կրկին Երանոսյանից գնդակը Արուշանյանը դեպի առաջ, բայց այստեղ արդեն Վանիկ Պետրոսյանը շատ հաջող է գործում, իսկապես շատ գրագետ գործեց Պետրոսյանը ու վաստակեց այս եզրային նետումը, որը հենց ինքն էլ իրականացնում է Սարգսյան նորից Պետրոսյան, բայց այս անգամ փոխանցումը այնքան էլ լավը չէ ու Թորոսյան, ինչպես գրագետ պաշտպանվեց հիմա էլ Հարություն Թորոսյան այս իրավիճակում թույլ չտալով մրցակցին շրջանցել իրեն Խաչատրյան, թողեց Ադամյանին գնդակը Սարգսյան վտանգավոր է ու մի փոքր բարձրել հիմա ստացվում է Գառնիկ Սարգսյանի կատարած հարվածը նորից ակտիվ է Գլադբախը նորից այո ոչ ոքի դեպքում ակտիվացավ Բորուսյան ակտիվ շարունակություն է տալիս հանդիպանը բայց իհարկե հանդիպան աշիվը դեռ հավասար է Մարտիրոսյան գլորում է գնդակը ետ Թորոսյանի ուղղությամբ, բայց Պապիկյանն այստեղ կարողացավ ուժեղ փոխանցում կատարելով հեռացնել այն ու եզից, այո, եզից նետելու է Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Թորոսյան թողեց գնդակը դարպասապահ Պապիկյանին դեպի Ձախ Մարտիրոսյանի ուղղությամբ Ադամյան
Տեսեք, ընդունում է ու գտնում անմիջապես քաղաքերոջը Վանիկ Պետրոսյանին, Ադամյանը 1 վայրկյան է նրան անհրաժեշտ դաշտի միջին հատվածում նման կերպ վարվելու համար։ Ընդունում է գնդակ ու շատ արագ մտածում ինչ պետք է անի Անդրանիկ Ադամյանը։ Դրա համար իհարկե շատ լավ է Ադամյանը առանձնանում ֆուտբոլիստերի մեծ մասից իր խաղային որակներով, իսկապես շատ հաջող մրցաշրջան անցկացրեց Ադամյանը թե Վինդեր կապում ամբողջ Ատալանտայի կազմում, թե իհարկե հիմա էլ Գլադբախի շարքերն է համալրել։ Իսկապես շատ կարևոր ուղղակի ցանկացած ակումբում, երբ հանդես է գալիս Ադամյանը, եզից նետում են հիմա Ոթֆորդի ֆուտբոլիստները Գևորգյան Գրագետ խաղարկում էր այստեղ Ոթֆորդի ֆուտբոլիստերի կողմից, բայց Պապիկյանը դուրս գալով դարպասից տիրում է գնդակին, նետում այն Մանուչարյանի ուղղությամբ ու գրոյի անցնում հիմա Գլադբախը, բայց Երանոսյան այստեղ էլ շատ վստահ գործեց։ Արուշանյան Մանուկյանին ուղարկեց գնդակը ու դեպի ետ Նայիրի Պետրոսյանի ուղղությամբ, այո, շարունակություն չտեսա Մանուկյանը, այդ իսկ պատճառով այսպես վարվեց, շատ ճիշտ վարվեց Կրկին Պետրոսյան Արի Մանուկյան եզրային նետում ամեն դեպքում Ոթֆորդը վաստակեց այս իրավիճակում շատ լավ, այսպես ասած կարողացավ պահել գնդակը իր թիմի համար Մանուկյանը Եզրային իրականացված է Արուշանյան, բայց տեսեք որտեղ են անջել Սևակ Մանուչյանը, ճիշտ է հետո կրկի խլեց գնդակը Գևորգ Արուշանյանը դեպի Երանոսյանն ուղարկելով ու այստեղ Երանոսյանի հարվածը չի ստացվում, բայց Մանուկյանն էլ հաջող չընդունեց գնդակը այս իրավիճակում ու այո արդյունքում Եզրային նետում իրականացնում է Գլադբախը Մանուչարյան Դեպի Պետրոսյան Ադամյան Եվ այո, կա խաղի կանոնների խախտում, թիկունքից հրեցին Ադամյանին Մի անգամից երկար փոխանցում ենք տեսնում դեպի Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ավագ Արմեն Խաչատրյանը Վանիկ Պետրոսյան Շարունակությունը տեսնենք ինչպես կլինի, նորից խաղարկում է Գլադբախը գնդակը Աչիեզրում Պետրոսյան լավն էր անցումը շարունակությունը տեսնենք դեպի Մանուչյանը հեռացված է գնդակը Մարտիրոսյան գուցե եւս մեկ փորձ տեսնենք, բայց փոխանցում այս անգամ ստացվեց ոչ թե հարվածի փորձ Պետրոսյան հիմա էլ Նայիրի Պետրոսյանն է լավ գործում Արուշանյան, բայց տեսեք որտեղից խլեց Մարտիրոսյանը գնդակը Խաչատրյան, Վանիկ Պետրոսյան, Ադամյան ու փրկվում է Ոթֆորդը այս իրավիճակում ինչ լավ արեցին Գլադբախի 3 ֆուտբոլիստեր այս ամենը իհարկե Խաչատրյանի փոխանցումը գրագետ էր Վանիկ Պետրոսյանին էլ ավելի առանց իհարկե դադար վերցնելու թողեց գնդակը Ադամյանին ու Ադամյանի հարվածից հետո փրկվեց Ոթֆորդը իսկ հիմա Խաչատրյանի կրակոցը իհարկե բարեբախտաբար հաջող է հավարտվում Ոթֆորդի համար հեռացեցին գնդակ ու անկյունային հարված է միայն վաստակում այս իրավիճակում Բորուսյանի թնդանոթային հարված կատարեց Խաչատրյանն ու վերջին պահին կարծես այս դարպասապը այո դիպավ գնդակին ու թույլ չտվեց այն հայտնվի ցանցում անկյունային ամեն դեպքում վաստակել է Բորուսյան Խաչատրյանն է իրականացնելու անկյունայինը կա փոխանցումը ու այստեղ Մանուչարյանի մոտ չստացվեց եզրափակել այս փոխանցումը շատ լավ նկատեց Խաչատրյանը Մանուչարյանի դիրք ու կատարեց այդ փոխանցումը, բայց հարվածը չստացվեց
Ղարանյանը սկսեց դարպասից Երանոսյանին ուղարկելով գնդակը լավ դեր փոխանցումը դեպի կենտրոն Գևորգ Կարոշանյանի ուղղությամբ, բայց Ադամյանը միջև վերջ է պայքարում, ճիշտ է խախտեց խաղի կանոնները այստեղ Ադամյանը, բայց վտանգավոր հակագրոհից կարողացավ զերծ պահել Բորուսիա Մյունխեն-Գլադբախին, արագորեն հենց Գլադբախն խաղարկում է գնդակը Երանոսյան դեպի կենտրոն Արուշանյան, գուցե հերվից փորձի Արուշանյանը ամեն դեպքում դադար վերցրեց դեպի ձախ ուղարկելով, բայց Վանիկ Պետրոսյանը խլեց գնդակը, հետո էլ Գլադբախն է կորցնում ու հիմա արդեն նորից գնդակը վերականգնում է Բորուսիան, բայց Սևակ Մանուչարյանի անցումը չի ստացվում ինչ իրավիճակ էր ու նորից սխալ Վոթֆորդից Մանուչարյանը շատ գրագետ արեց ամեն ինչ, բայց Գառնիկ Սարգսյանը այստեղ չհասկացավ Մանուչարյանի մտահղացում, այո նա թույլ չտվեց մրցակից ֆուտբոլիստը, Վոթֆորդի ֆուտբոլիստը միջամտի պայքարին մարմնով փակեց նրա առաջխաղացման ճանապարհը, բայց իհարկե Գառնիկ Սարգսյանն էլ չգնաց դեպի գնդակը այս իրավիճակում եզից նետելու է Վոթֆորդը Գևորգ Կարոշանյան գնդակի տեղափոխություն դեպի Երանոսյանը Միքայել Երանոսյան հերվից փորձ այստեղ հենց իր խաղընկերը Գևորգյանը կանգնեց գնդակի ճանապարհին, իսկ Թորոսյանը զարգացնում է արագություն, բայց արդեն կորցրեց գնդակը, այո, այսքանն էր այս իրավիճակում նախատեսված Թորոսյանի համար, իսկապես բավական մեծ տարածություն կարողացավ հաղթարել, բայց վերջին փոխանցումը Հարություն Թորոսյանի մոտ չստացվեց, Սահակյան դեպի Արուշանյանը, Ադամյանն է այստեղ էլ լավ գործում, իսկ հիմա Թորոսյանը արդեն իր դիրքում էր պաշտպանությունում եւ կարողանում է հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս Գևորգ Կարոշանյան գուցե Տուգանայինի մատույցներ ուղարկի գնդակը այդպես էլ արեց Բու Պապիկյանը այո այստեղ հեռացեց գնդակը անկյունային է վաստակում Վոթֆորդը եւ տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու Վոթֆորդի ֆուտբոլիստերին Գագիկ Սահակյանն է տեղադրել գնդակը Սահակյան փոխանցում բարձից դեպի Տուգանային հրապարակ Պետրոսյանն էլ ավելացեց Գնդակի ընթացքը ու ինչ այստեղ դուրս չի եկել գնդակը Դաշտի սահմաններից Խաչատրյան երկար փոխանցում Երանոսյանն էլ այստեղ է լավ գործում Սահակյան հերվից հարված ու հիմա էլ Թորոսյանն է հեռացնում գնդակ ինչ իրավիճակ էր այս 1 րոպե ընթացքում այն պայից 20 երբ Սահակյանը իրականացեց անկյունային է հիմա նորից նույն գործողությունը իրականացնի Սահակյանը եւս մեկ փոխանցում այս անգամ արդեն հակառակ եզից անկյունային կտեսնենք Արոշանյան ցածից այս անգամ ու կարողանում է Մարտիրոսյանը հեռացնել գնդակը Միքայել Երանոսյան Ռիսկային էր մի փոքր, բայց ամեն դեպքում խլեց ներողություն Գլադբախը գնդակը Ադամյանն է շարժվում առաջ ինչ անցում ու ինչ փոխանցում կատարեց Ադամյանը կարծես հարված է ստացել ոտքին այո հիմա մրցավարը կդադարեցնի հանդիպումը սա անկասկած տեղին քարտեր թիկունքից կար խաղի կանոնների խախտում բայց Իհարկե շարունակվում էր Գլադբախի գրոհը այդ իսկ պատճառով մրցավարը չդադարեցեց հանդիպումը Եվ այո առաջին դեղին քարտ ունենք այս խաղում Երանոսյան այն տեսավ իր գլխավերևում միտումնավոր այո խախտում այստեղ կար հակագրոհը կասեցնելու եւ խաղակես հենց այստեղ էլ ավարտվում է 1-1 հաշվով թիմերը գնում են ընդմիջման կարճ դադար որից հետո կշարունակենք Ֆուտբոլասերը բարեկամներ մեկտարկեց Վոթֆորդ Բորուսիա Մյունխեն-Գլադբախ հանդիպման երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո թիմերը առայժմ փոխանակվել են մեկական խփած գնդակներով ու տեսնենք արդեն երկրորդ կեսում կողմերը ինչ կառաջարկեն մեզ նախ կարողացավ բացել Վանիկ Պետրոսյանը ներողություն Պետրոսյանի առաջին արվածը ուզում եի ասել հարվածների թիվի իհարկե բացել հանդիպան հաշիվը ոչ թե Պետրոսյանը բացեց այլ Արման Մարտիրոսյանը ու հետո պատասխան գնդակը կարողացավ Վոթֆորդի կազմում խփել Ժամալյանը հանդիպան հաշիվը հավասարեցնելով եւ տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչ կառաջարկեն մեզ հիմա շատ վտանգավոր իրավիճակ էր բայց
Իհարկե կարողացավ Watford-ը հաջող գործել այստեղ Մանուկյանն է շարժվում առաջ Կարայո խաղի կանոնների խախտում Արուշանյան Երկար փոխանցում դեպի Սահակյանը, բայց այստեղ արդեն այս փոխանցման ճանապարհին դուրս գալով դարպասից կանգնեց Ղարայանը Ադամյան դեպի Խաչատրյանն է ուղարկում գնդակը Բարձից փոխանցում դեպի Վանիկ Պետրոսյանը ու հասցրեց Մանուկյանը դիպչել գնդակին եւ հեռացնել այն դաշտի սահմաններից դուրս անկյունային է վաստակում Գլադբախը Տեսնենք անկյունայինի խաղարկում իշ կտա Բորուսիայի ֆուտբոլիստերին իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում, շատ դինամիկ հանդիպում է ընթանում խաղադաշտում Ճիշտ է մի փոքր հիմա թիմերը շեշտը դրել են առաջնային պաշտպանության վրա, բայց Այո, Եզրայինը Կիրասի Բորուսյան մրցավարի վերջնական որոշումը կայացեց Վերջում, եթե չեմ սխալվում, հենց Եսայանն դիպավ գնդակը Նոր լքեց այն դաշտի սահմանները Կասումիչը կարելի է խաղարկել գնդակը Թորոսյան Դեպի Սարգսյանը, բայց այստեղ հաջող Գործեց Բադալյանը, ճիշտը մնաց Սարգսյանը գնդակով Վանիկ Պետրոսյան դեպի Խաչատրյանն է ուղարկում գնդակը շահօդատվում է Բորուսիայի գրով Ադամյան գուցե հեռար արված տեսնենք Ադամյան այդպես էլ արեց ու այստեղ Պողոսյանը կանգնեց Ադամյանի հարվածի ճանապարհին այո եթե հասներ գնդակը ապա վտանգավոր է ստացվում Թորոսյան շատ գրագետ է գործողարություն Թորոսյանը միայն 3 մրցակցի այսպես ասած ընդունեց իր վրա ու կարողացավ շատ գրագետ Շրջվել այս իրավիճակում, հիմա էլ գրո ենք տեսնում Գլադբախից, Սարգսյան դեպի Ադամյանը Եվս մեկ փորձ Ադամյանից ու շեղությամբ ստացվեց Անդրանիկ Ադամյանի այս հարվածը Եսայան մեկ հպումը ուղարկեց Սարգսյանին մի փոքր լավ չստացվեց Սահակյանին մի փոքր լավ չստացվեց այստեղ փոխանցումը բայց Սահակյանը այո միջև վերջ ամեն դեպքում Այքարեց այս իրավիճակում ճիշտ է հենց իրենից էլ գնդակը լքեց դաշտի սահմանները, բայց իհարկե նվիրվածությունը էլ ավելին էր Սահակյանի կողմից հիմա Արուշանյանի փորձ ու շեղությամբ է ստացվում այլ Գևորգ Արուշանյանի կատարած արվածը Մարտիրոսյան դեպի Ադամյանը Թորոսյան Վանիկ Պետրոսյանն է հասցեագրում գնդակը Կրկին Թորոսյան ու դեպի ետ ուղարկեց դարպասապամ ավել Պապիկյանի ուղությամբ Մարտիրոսյան այո այսպես ասած աստիճանաբար Գլադբախը կրկին խաղի վերահսկողությունը վերցնում է իր տրամադրության տակ Մարտիրոսյան եթե հասներ գնդակը Վանիկ Պետրոսյանին դա այլ փոխանցում իհարկե կստացվեր բայց խոչընդոտ հանդիսացավ Մանուկյան այս իրավիճակում ինքը հիմա Եվս մեկ գրո է փորձում սկսել իր թիմի համար Պողոսյան Նորից Մանուկյան ու Սարգսյանը այստեղ շատ գրագետ, շատ հասարակ կերպով հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս անկյունային հարվածի հնարավորություն տալով Watford-ի ֆուտբոլիստերին Մանուկյանն է իրացնելու անկյունայինը Սա բարձից փոխանցում է, բայց Մարտիրոսյանը կարողանում է հեռացնել գնդակը ճիշտ է այն կրկին մնաց Watford-ի ֆուտբոլիստերի մոտ Արուշանյան Հագեց Մարտիրոսյանը եւս մեկ փոխանցում Սարգսյանն է հիմա ճիշտ գոտում հայտնվում Ադամյան Մարտիրոսյան դեպի եթեր ուղարկում գնդակը Եվ այո կարծես Watford-ի ֆուտբոլիստին այո դիպավ գնդակը նոր լքեց այն դաշտի սահմանները Հարված կլինի Գլադբախի դարպասից Պապիկյանը գլորում է գնդակը Թորոսյանին Վանիկ Պետրոսյան Այսպես շատ հանգիստ Գլադբախը խաղարկում է գնդակը ճիշտ է այստեղ եթե գնար Պետրոսյանը փոխանցման ետևից Իհարկե գրոհ ստացվեր բայց
Այս իրավիճակում լավ չհասկացան միմյանց Պետրոսյանն ու Ադամյանը։ Մանուկյանն երկար փոխանցում, բայց այստեղ Պապիկյանին բաժնասավ գնդակը։ Ու Ղազարյանը, ով քիչ առաջ, վարկյաններ առաջ դուրս եկավ խաղադաշտ առաջին հպումը կատարեց գնդակին եւ ատեսեք անմիջապես իր թիմին նետեց գրոյի Խաչատրյան։ Ուղարկում է գնդակը դեպի ետ։ Թորոսյանն այստեղ է։ Բայց Սահակյանը այստեղ շատ լավ գործեց, իսկ սա խաղի կանոնների խախտում էր, այո։ Ղազարյանը խախտեց խաղի կանոնները։ Եվ տեսնենք, թարմ ուժերով արդեն Ռաֆայել Ղազարյանը ինչ կփորձի առաջարկել այս հանդիպմանը, իհարկե Ոթֆորդը պետք է նաև Ղազարյանին վերահսկի, իհարկե Ղազարյանը խաղադաշտում է, որպեսզի ավելի շատ հարցակմանը միտված լինի, հարցակման գծում ավելի շատ իհարկե փոխանցումներ կարողանա հասցնել հարցակման գծի ֆուտբոլիստերին, դա ճիշտ է հիմա որպես կիսապաշտպան է կարծես դուրս եկել խաղադաշտ, բայց իհարկե Ղազարյանը միևնույն է կարելի ասել դեպի առաջ քաշված գոտում է գործում Վանիկ Պետրոսյան ու 2-1 Բորուսյան առաջ է հասնում կրկին հաշվի մեջ շատ լավ գրոհ Վանիկ Պետրոսյանի հրաշալի եզրափակում այս իրավիճակում Երկում է Գլադբախը նորից առաջ է հասնում հաշվի մեջ այսպես Վանիկ Պետրոսյանը մեկ գրոհի արագացավ ու տեսեք շատ հաջող եզրափակեց այս իրավիճակում Գլադբախի գրոհը հիմա նորից Ոթֆորդը պետք է փորձի մտածել հանդիպան հաշիվը հավասարեցնելու մասին դա իհարկե պետք է լինի Ոթֆորդի առաջնային խնդիրը արդեն այս րոպեից սկսած այս հանդիպան ընթացքում իհարկե որքան շուտ այնքան լավ Բայց Գլադբախը արդեն այս անգամ ավելի զգոն պետք է գործի հատկապես պաշտպանության գծում հատկապես այս իհարկե մեկ գնդակի առավելության պայմաններում ճիշտ է դեռ այսքանով ամեն ինչ ավարտված չէ ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում բայց իհարկե եթե առաջին գնդակը խփեց Բորուսյան 7-րդ րոպեի դրությամբ ապա հիմա արդեն կարողացավ 31-րդ րոպեի դրությամբ առաջ անցնել հաշվի մեջ ու ավելի քիչ է մնում իհարկե հիմա հանդիպան ավարտին քան օրինակ 1-0 հաշվի պայմաններում էր իհարկե հիմա արդեն ավելի զգուշավոր պետք է առաջնայինը կրկնում եմ գործի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը պաշտպանությունում իսկ թե ինչպես են նրանք կարողանում հակագրոհել մենք մեկ անգամ չի որ տեսել ենք մեկ անգամ չի որ ոչ միայն հակագրոհ այլև դինամիկ գրոհի ենք ականատես եղել որը գոլի են վերածել Գլադբախի ֆուտբոլիստները այնպես որ իհարկե ամեն ինչ այս ֆայդերությամբ ընթանում է հենց Գլադբախի սցենարով Ադամյանն է շարժվում առաջ դեպի աջ Վանիկ Պետրոսյանի ուղղությամբ Կրկին Ադամյան ու ետ է գլորում գնդակը Թորոսյանին Ղազարյան Ադամյան ու տեղափոխություն գնդակի դեպի Մարտիրոսյանը Աստիճանաբար գրոհ, բայց այստեղ սխալվեցին Բորուսիայի ֆուտբոլիստները ու հակագրոհ Ոթֆորդից, բայց Թորոսյանը այստեղ նույնպես հասցնում է այո շատ արագ է իսկապես Թորոսյանը շատ լավ ֆիզիկական տվյալներ ունի ու կարողանում է ցանկացած գնդակի համար մղված պայքարում գրեթե հաղթող դուրս գալ իհարկե ոչ միշտ բայց իհարկե պայքարների մեծ մասում կարողանում է շահել դիրքը Թորոսյանը այդպես է նրա առջև դրված խնդիրը պաշտպանության միջին հատվածում Եսայան իրականացված է եզրայինը ու նորից Թորոսյանը այստեղ ճիշտ է չհեռացեց գնդակը բայց խանգարեց ավելի լավ հարված կատարելու գործում Ոթֆորդի ֆուտբոլիստերին Սա երկար փոխանցում էր այստեղ Ղարայանը դուրս եկավ ու այո լավ է որ Մանուչյանի հարված այսպես ասած չստացվեց քանի որ արդեն սխալվել էր Ոթֆորդը եթե Մանուչյանը օգտվեր այս սխալից դա իհարկե կարող էր շատ ավելի ու ավելի բարձրացնել Ոթֆորդի խնդիրը երկար փոխանցում առաջ այստեղ էլ Պապիկյանն է վերցնում գնդակը Պապիկյան
Դեպի Մարտիրոսյանը երկար փոխանցում Մարտիրոսյանից Մանուկյան այստեղ առաջինն է արձագանքում գնդակին ու շատ լավ նկատեց Բադալյանին եւ կատարեց այս փոխանցումը դեպի առաջ Պողոսյանն այստեղ է Արուշանյան շատ լավ նկատեց Մանուկյանին Մանուկյան գուցե հերվից հարվածի Մանուկյանը այդպես էլ անում է ու Պապիկյանը այստեղ հրաշալի սեյվ է իրականացնում փրկելով այո Բորուսիա Մյունխենգլադբախին շատ մոտ բաց թողած գնդակից իսկապես Մանուկյանը մոտ էր հանդիպան հաշիվը հավասարեցնելու բայց գրայեց անկյունը Մանվել Պապիկյանը ու կարողացավ ճիշտ ցած կատարել ճիշտ ուղղությամբ եւ հեռացնել գնդակը այսպիսի սեյվ ենք տեսնում Բորուսիա Մյունխենգլադբախի դարպասապայից Հիմա անկյունային տեսնենք Սահակյանն է իրացնում այն երկար փոխանցում Թորոսյանը նույնպես այստեղ առաջինն էր այո Մանուկյան թողեց Արուշանյանին գնդակը հերվից հարվածի փորձ ու նորից Արություն Թորոսյան որյորդ հարվածի ճանապարհն է փակում Թորոսյան այս խաղում անձամբ ես արդեն կորցրել եմ հաշիվը Իհարկե մեկ երկու դրվագում չէ որ դա այս գործողությամբ է հաշվի ընկնում միայն 3-4 անգամ այս վերջին րոպեներին տեսանք իհարկե առաջի խաղակեսում էլի եղան նմանատիպ դրվագներ որ գործը նույնիսկ այսպես ասած դարպասապային չի ասնում Սահակյան թողեց Արուշանյանին գնդակը ու այստեղ ատեսեք պրեսինգի է գնացել Գլադբախը և ինչ է պաում է այո Պետրոսյանը գնդակը ամեն դեպքում Վոտֆորդի համար բայց հետո Վանիկ Պետրոսյանը կարողացավ հաջող խլում իրականացնել ու շատ ճիշտ շատ գրագետ փոխանցում դեպի Ղազարյանը Սարգսյանը իհարկե Սարգսյանը հաստատեց գնդակը Ղազարյանին բայց հիմա էլ կորցրեցին գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները Սահակյանի հերար փորձում նորից Պապիկյանն է հեռացնում գնդակը եւս մեկ անկյունային կտեսնենք Վոտֆորդի կատարմամբ Բարձից փոխանցում Գևորգ Արուշանյանին բայց այստեղ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Ղազարյան գեղեցիկ անցում Ղազարյանից Աչից կա տարբերակ, բայց այստեղ կորցրեց գնդակը Ղազարյանը փորձեց նաև շրջանցել Պետրոսյանին ու հայտնել հարվածային դիրքում իհարկե հասկանալի է դա, բայց ամեն դեպքում ռիսկային էր խնդրեմ Վոտֆորդի պատասխանը Պողոսյան, Արուշանյան վտանգավոր իրավիճակ է, որտեղ հրաշքով գնդակը չի հայտնում Գլադբախի դարպասում շատ լավ նկատեց բաց անկյունը ու հարվածեց Գևորգ Արուշանյանը բարձրապես մի փոքր բարձր ստացվեց այստեղ Արուշյանի կատարած հարվածը Թորոսյան դեպի Մարտիրոսյանը Մարտիրոսյանն էլ դեպի Բարսեղյանն է ուղարկում գնդակը Սևակ Մանուչարյան գրագետ գործեց Մանուչարյանը տեսնենք շարունակությունը Մանուչարյան ու Բադալյանը հաստրեց հասցյակել Այո ես իսկ նետի Գլադբախը վերջում հենց Բադալյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Երակի փոփոխություն Վոտֆորդի կազմում Եսայանի Սահակյանի ու Մանուկյանի փոխարեն հանդիպումը կշարունակեն Վոտֆորդի միակ գոլի հեղինակ դարձած այս խաղում Ժամհարյանը Մենուակ Գևորգյանը և Էրիկ Հակոբյանը հիմա վտանգավոր իրավիճակ է, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց Վոտֆորդի համար Պողոսյան Ղազարյանն է գնացել պրեսինգի, բայց հաստրեց Վոտֆորդի ֆուտբոլիստը փոխանցում կատարել Բադալյան այստեղ ռիսկ է հիմա դիմում Վոտֆորդը իսկապես եթե բաց թողի Վոտֆորդը երրորդը ապա կարելի է մեծ հաշվով փաստել Գլադբախի հաղթանակը այս խաղում քանի որ արդեն քիչ խաղաժամանակ կմնա Վոտֆորդին երկու գնդակ հեղինակելու համար դա իհարկե
Պետք չէ Ոթֆորդի տեսանկյունից, պետք է իհարկե նախ բաց թողնել, հետո մտածել փրկվելու մասին այս խաղում, իսկ այստեղ սխալ Սևակ Մանուչարյանը շատ արագ կողմնորոշվեց, բայց դարպասապաղարայանը արդեն տեղում էր։ Ու հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին նմանատիպ սխալ նորից Մանուչարյան, Սարգսյան, Մանուչարյան դեպի Պետրոսյանը, անցում Պետրոսյանից, բայց գնդակը արդեն լքում է դաշտի սահմանները, այո։ Հաշվի մեջ առաջ ենք, մի վրասեք, հետ հանգիստ տվեք։ Կիրանոսյան երկար փոխանցում առաջ դեպի Արուշանյանը ու եզրից այո կնետի Գլադբախը դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից Բարսեղյանն է կատարելու եզրային նետումը դեպի Խաչատրյան ուղարկեց այն Ղազարյան աչից աղականում է Պետրոսյանը Վանիկ Պետրոսյան ու Պողոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին անկյունային կիրականացնի հիմա Գլադբախը անկյունային հիմա կիրականացնի Գլադբախը Վանիկ Պետրոսյանն է տեղադրել գնդակը Կա փոխանցում Արուշանյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին ու կարայո հարցակվող թիմի կողմից խաղի կանոնների խախտում Պողոսյան ու այստեղ նորից խլում է Գլադբախը գնդակը Խաչատրյան արագանում է Պետրոսյանը բայց ուղարկեց դեպի ավելի ետ Թորոսյան վերջի րոպեներն են ընթանում հանդիպան իսկապես հիմա արդեն պետք է երկուսն էլ շատ զգոն գործեն պաշտպանությունը միայն ու միայն Գլադբախը իհարկե առավելությունը պահելու համար Ոթֆորդն էլ երրորդը բաց չթողնելու առայժմ այդ մեկ գրոյի հույսը պահպանելու համար մեկ դիպուկ գրոյի Միքայել Երանոսյան Ժամարյան վտանգավոր է ու Ղազարյանն է հեռացնում գնդակը այո Գևորգյանը արդեն ստացել էր հարված կատարելու հնարավորություն ու այստեղ իհարկե շատ դանդաղեց Գևորգյանը թույլ տվեց որպեսզի գնդակը մոտենա իրեն այլ ինքը չընթացավ գնդակին ընթառաջ ու արդյունքում Ռաֆայել Ղազարյանը արագացավ եւ կարողացավ հեռացնել գնդակը ինչեւէ անկյունայինին հետևենք Բարձից փոխանցում սա հարվածի փորձեր ու Պապիկյանը այո վերցրեց գնդակը Պապիկյանը չի շտապում Պապիկյանը իհարկե գիտի ինչպես վարվել այս րոպեին այս հաշվի պայմաններում Թորոսյան երկար փոխանցում այստեղ էլ շատ հեռուն գնաց գնդակը ու Ոթֆորդը նորից խորքից փորձում է գրոհ սկսել Երանոսյան Ղազարյանը խլում իրականացեց գնդակի անցում իրականացեց Ղազարյանը փոխանցում իրականացեց Բարսեղյան Խաչատրյան Բարսեղյան ու դիպավ Բարսեղյանի ձեռքին գնդակը եթե նույնիսկ այո դարպասի գրավում լիներ կարծում եմ մրցավարը չէր արձանագրի խփած գնդակը քանի որ արդեն Բարսեղյանը ձեռքով էր խաղացել հիմա գնդակը դուրս չի եկել դաշտի սահմաններից Ոթֆորդի արագ պատասխանը Երանոսյան Բայց տեսեք ինչ լավ է պաշտպանվում Բորուսյան այս իրավիճակում Մարտիրոսյան ուղարկում է Թորոսյանին գնդակը Բարսեղյան ու դեպի առաջ որտեղ միայնակ է Ռաֆայել Ղազարյանը եւս մեկ անցում սա շատ կոպիտ խաղի կանոնների խախտում էր ոչ թե Իհարկե հասարակ խախտում դեղին քարտին համապատասխան խախտում ճիշտ է 11 մեծանոց հարվածի մասին չէ խոսքը, բայց բավական վտանգավոր դիրքում Գլադբախը տուգանային հարվածի հնարավորություն է վաստակում։ Դեղին քարտ ստացավ նաև Բադալյանը, այստեղ խաղի կանոնները խախտելու համար ու ստանդարտը տեսնենք ինչպես է ստացվելու Բորուսիայի մոտ թիմի ավակ Խաչատրյանն է գնդակի մոտ նա կարող է այսպիսի տարածությունից գրավել դարպասը տեսնենք Խաչատրյանի հարվածը ինչպես կստացվի կա մրցավարի Սունիչը Խաչատրյանը մոտենում է գնդակին հարվածում բայց այստեղ փակվեց հարվածի ճանապարհը Գառնիկ Սարգսյան Գրագետ փոխանցում Թորոսյանը տեսեք հիմա հարցակման գծում է ու հիմա կարող է հակագրոհել այս առիթից կարելի ասել օգտվել Ոթֆորդը բայց արդեն ընկավ
Հակագրոյի տեմպը, այո, Թորոսյանն էլ արդեն իր դիրքում է։ Պողոսյան շատ լավ նկատեց Գևորգյանին, Գևորգ Արուշանյանը դեպի բայց Վանիկ Պետրոսյանը շատ լավ կողմնորոշվեց, ուղարկեց Ռաֆայել Ղազարյանին դեպի Խաչատրյանը, Խաչատրյանը թույլ չտվեց Երանոսյանը Խաչատրյանին շրջադարձ արված կատարել, արդեն պատրաստ էր Խաչատրյանը այդ շրջադարձ արված իրականացնելու փոխարենը Ոթֆորդը գրոյի հասնում Գևորգ Արուշանյանի մոտ է գնդակը Եվս պետ փոխանցում ու Մարտիրոսյանն այստեղ շատ լավ կողմնորոշվեց, առաջինը կողմնորոշվեց Ռաֆայել Ղազարյան Ղազարյան եւ այստեղ նորից Բադալյանն է խախտում խաղի կանոնները, ով ունի արդեն դեղին քարտ եւ իհարկե Պարզապես մրցավարը չցանկացավ այստեղ երկրորդ դեղին կարծում եմ ցույց տալ Բադալյանին, սա իհարկե դե եւս մեկ դեղին քարտին համարժեք խախտում է։ Չեմ կարող ասել իհարկե կարմիրին համարժեք դեղին, բայց ամենայն դեպս եթե չունենար Բադալյանը դեղին քարտ, ապա սա կասկածից դուրս է, սա անկասկած դեղին քարտ է լինելու։ Պարզապես հիմա կարծում եմ չցանկացավ մրցավարը Բադալյանին հեռացնել խաղադաշտից, ամենայն դեպս Մրցավարը ապահովության համար դրվագը կուսումնասիրի ու հասկանանք սա կարմիրին համարժեք խախտում էր, թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու հիմա արդեն Բադալյանին կհեռացնի խաղադաշտից երկրորդ դեղին քարտը ցույց տալով, այո, սա դեղին համարժեք խաղի կանոնների խախտում էր, սա կարմիրին համարժեք դեղին քարտ էր, այո, ցույց չտալ մրցավարը չէր կարող այս իրավիճակում իսկապես Բադալյանը շատ կոպիտ դիմավորեց Ղազարյանին եւ հիմա արդեն քանդակական առավելություն է ստանում Գլադբախը հանդիպան վերջնամասում, այո, Ոթֆորդը մնում է մեկ ֆուտբոլիստ պակաս խաղադաշտում, իհարկե նույնիսկ վիճելու կարիք չկար, ամենին շատ ակնհայտ էր այս իրավիճակում։ Ու տեսնենք այս մնացած 1.5 րոպեների ընթացքում ինչ կառաջարկեն Գլադբախտու Ոթֆորդը, այն որ քանակական պակասով է Ոթֆորդը, դա դեռ ոչինչ չի նշանակում, մեկ հակագրոհ կարող է ամեն ինչ գլխի վայր շրջվել, բայց Գլադբախը կարող է օգտվել հիմա քանակական առավելությունից ու հաղթողի հարցերը վերջնականորեն լուծել։ Կասուլիչը Խաչատրյան, սա խաղարկում էր Վանիկ Պետրոսյանի հետ Պետրոսյան ու հիմա հրաշքով, այո 11 մետրանոց, այո 11 մետրանոց։ Իսկ հիմա ինչ է կատարվում խաղադաշտում։ Հիմա հասկանանք ինչ է պատահել, իսկապես բողոքում են Ոթֆորդի ֆուտբոլիստները փաստելով, որ այստեղ ձեռքով խաղ չկար, բայց նորից մրցավար այո կդիտի դրվագի կրկնապատկերը, ինչ լարված վերջնամաս ենք ունենում։ Դիտեց մրցավարը նաև այս դրվագի կրկնապատկերը ու տեսնենք իր որոշման մասին եւս մեկ տարբեր քարտ կտեսնենք խաղադաշտում, թե դեղին, ոչ, դեղին է ցույց տալիս մրցավարը ամեն դեպքում չհեռացեց այս իրավիճակում խաղադաշտից Ոթֆորդի ֆուտբոլիստին, բայց մեծ հաշվով դա իհարկե սցենարը չի փոխում, 11 մետրանոց արվածը նշանակված է ու տեսնենք ինչպես կօգտվի արդեն այս հնարավորությունից Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Վանիկ Պետրոսյանն է տեղադրում գնդակը, եթե գրավում է դարպասը, ճիշտ է արդեն ժամանակը սպառվել է, բայց եթե գրավում է, ապա իհարկե ավելի հեշտ կավարտվի ամեն ինչ Գլադբախի համար։ Տեսնենք 11 մետրանոցի փորձը ու տեսնենք Հովանես Ղարայան, թե Վանիկ Պետրոսյան, Կասուլիչը Պետրոսյան 3-1 կրկնապատկում է Գլադբախի իր առավելությունը ու հանդիպում է հենց այստեղ էլ ավարտվում է 3-ն ավարտվածը շնորհավորում ենք Բորուսիային հերթական 3 միավորի համար, իսկապես շատ հետաքրքիր ֆուտբոլ դիտեցինք միասին, Բորուսիան հաղթում է 3-1
Սարգսյան հաղթում է 3-1 հաշվով Watford-ին ու մնում էլիտ լիգայում անպարտելի խաղ, այն օրը մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք։